Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, առավոտյան գնում եմ իմ աշխատանքին, հետո այնտեղից նկարահանվեք, տեսեք ինչ եմ նկարում, չեմ նկարում, կարող է և չեմ նկարում, հլա տեսնեք օրը որ ցույց կտա։ Ճանապարհը իմ ամեն օրվա ճանապարհն է, առավոտը գալիս եմ, իրիկինը գնում եմ, ու այդպես։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այսօր ճանապարհ ենք գալուս, բանջարեղենի խանութ կար, տեսա սալոր են ծախում, ճիշտ ասած այս տարի սալոր չէի առել, հետո մտածեցի ասցայի մարդ սպասի հլախ, ինչի չեմ այս տարի սալոր առել, համ սալորը աղիքների համար է շատ լավ, ասենք որ դժվարություններ ունել դուրս գնալու, զուգարան գնալու բան, այս սև սալորները շատ լավն են։ Շատ լավ օգնում են, ճիշտ է ես ես մի գույնն էլ առա, երևի սալոր այս թվում է, բայց ոնց որ խաղողների մեջ տարբերություն կա, սև խաղողը ու սպիտակ, օրինակ սև խաղողը ինձի օգնում է, իսկ սպիտակը չէ, նույնն էլ ես թվում է սալորների մեջ դե առա, հիմա ինչ որ այա, հենց էդի սոված փորի տեսուտում, սոված ստամոքսին, հացկերած չլես առավոտները, որ օգնի։ Դե ինձ օգնում է, չգիտեմ, տեսել այսքան էլ ձեզ խորհուրդ ինձնից կհանդիպենք էլի։ Ահա, այս սալորներն են, էսի բաց գույնն է, իսկ էսի մուգ գույնն է։ Այս սրա չիրն էլ է շատ լավ, անցյալ տարի շահակին չիր եմ պատրաստել սրանից, դե որ այս տարի ճանապարհի վրա եմ թղթերս հլա չի դզվել, դրա համար ոչ մի բան չսարքեցի, փողերս հավաքեցի, որ կարողանամ գնամ, դե տեսնենք էլի ոնց որ հույս ունեմ, տեսնենք կստացվի թե չէ։ Սիրելի հետևորդներ ջան, դե սրճի ժամն եկել է, սուրճ ենք դնում, բոլորս սուրճ խմենք միասին։ Սիրելի հետևորդներ ջան, ջուրը լցվել է, սուրճ ենք դնում, քիչ շաքարավազ լցնենք, այսօր մոռացել եմ պաստավկես չեմ բերել, պաստավկեն չեմ բերել, մի տեսակ հարմարացնում եմ էլի միջև որ ստացվի սիրելի հետևորդներ, դե ինչ ասեմ, եղանակը ցրտել է արդեն, կարող եք ոմանք թեյ խմել, ոմանք սուրճ խմել սիրելիներս, դե դրեք որ միասին խմենք։ Ահա մեր սուրճը արդեն եպվեց, թողնեմ սառի ու միասին խմենք։ Ահա սիրելիներս, էս էլ իմ սերով սուրճը, դե գնացինք խմելու։ Սիրելի հետևորդներ ջան, մուզիկայի տակ սուրճ ենք խմում։ Այսօր պաստավկես չեմ բերել, չգիտեմ ասեցի թե չասեցի, դրա համար մի քիչ հարմար չի։ Էսի էլի, ես որ հեռախոսը դրել եմ, էդի հարմար չի։ Չեմ բերել, չէ, մի հատ պաստավկա կա է, որ դնում էի վրա, էդի։
Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ խմեցեք։ Ընկերովի սուրճ խմելը շատ լավ է։ Մենակ չի լինում, որ սուրճ խմեք։ Չէ։ Կամաց շրթուկներս դսվում է, կարողանում եմ տաք խմեմ, շատ չի տաք, բայց նորմալ է։ Այվիկ ջան, բա։ Անտիբիոտիկից է եղել։ Ես էլ մուզիկայի տակ, մեր սուրճը առաջին անգամ։ Դե նորից կհանդիպենք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, YouTube-ը նորից անուններ է ուղարկել, 4 անուններ է ուղարկել, ուզում եմ կարդամ։ Անուշ Հովսեփյան, շնորհակալություն Անուշ ջան, լավագույնն ես։ Կարինե Սարգսյան, շնորհակալություն Կարինե ջան, լավագույն։ Նանա Մուգդուսյան, շնորհակալություն Նանա ջան, Նանան էլ միշտ պարտաճանած, ամեն օր իրան անունը տեսնում եմ։ Մարինե Նաջարյան, ես էլ իմ ընկերուհին է, Մարինե ջան, վերջապես YouTube-ը քո անունն էլ հիշեց։ Բոլորից շատ սիրում եմ, ում անունները չկա, նրանց էլ եմ շատ սիրում, նրանց էլ եմ շնորհակալություն հայտում սիրելիներս, երբեք չնեղվեք, որ մեկի անունը կա, մեկինը չկա, եղավ սիրելիներս, դե կհանդիպենք նորից։ Սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում եմ, պատիրջանը տապակում եմ, սող և լոլիկը, իրար հետ պատրաստելու եմ ուտեստ։ Հիմա առաջին անգամը, ոչ թե առաջին անգամը, առաջինը պատիրջանը սմբուկը կտապակենք, հետո նոր մնացածը։ Արդեն ձիթապտուղը լցրել եմ, ձիթ եմ ասում, բուսական յուղը լցրել եմ, հիմա կշարեմ պատիրջանը։ Քաղաքավարի մի քիչ խոսանք սմբուկը։ Դե թողնենք տապակ։ Միջև որ սմբուկը կտապակվի, մենք կտրտենք սոխը։ Սոխն էլ կտրտեցինք, մնացածը։ Հիմա շուռ ենք տալիս։ Սրապ երբքաներ թեժ չի, և փոխեմ այն մյուսը, աչքը բացեմ, ընդեղ տնեմ, որ ավելի շուտ լինի։ Տեղափոխենք այս մեկի։ Ճիշտ ասած, ես մոռացա բուսական յուղ ավելացրեցի, բայց այն մնացածը առանց նրա եմ, առանց բուսական յուղի եմ պատրաստելու, որ համ քիչ է, բուսական յուղ տանում, յուղ պետք չի, ավելի լավ է, խորովում է, ոնց որ այս ձևի եմ անելու, առանց բուսական յուղ լցնելու, սաղում եմ։ Թողնենք խորորում։ Տեսեք ինչ լավ է խորովում, տապակվում է, տապակվել, խորովել նույնն է, էլի։ Այսենց առանց այն սոխի ու լոլիկի հետ ինքը տապակվելու է, եփվելու է, և շատ բուսական յուղել մեջը չի կլանել։ Սիրելի հետևորդներ, մինչև մեր սմբուկը պատրաստ կլինի, մենք սոխառաճը կանենք ստեղ, նայեք, տեսեք ինչ փափուկ է եղել, տեսեք ինչ փափուկ է ստացվել, դուք էլ փորձեք, տեսեք ձեր մոտ ոնց կստացվի, եթե չեք փորձել։ Կանաչին էլ կտրտեցինք, սիրելիներս, հիմա կկտրտենք մեր տապակած սմբուկը։ Սոխառաճը արդեն լինում է,
լոլիկը կլցնենք հիմա։ Եթե տապակվի, ինչ ժամանակ կգա, սմբուկներ կլցնենք, կանաչիներ կլցնենք։ Սիրելի հետևորդներ, այս չափսի կտրտել եմ 2 սանտիմի չափով։ Ընդհանուրը ստեղ եմ լցրել։ Հիմա մի քիչ մեր լոլիկը եփվի, կլցնեմ լոլիկի վրա։ Սիրելի հետևորդներ ջան, մաղադանոսներ եմ, ասինքն տունը մաղադանոս կար, մաղադանոս լցրեցի, կարող եք եւ դուք չլցնել, եթե չեք ցանկանում, այդքան էլ կարևոր չի։ Սոխնա, լոլիկնա, ասեմ, որ եթե լոլիկով եք սարքում, անպայման միթեի գտան, շատ լիքը չէ, բան շաքարավազ լցնենք։ Հիմա կլցնենք սմբուկը, թող միասին տապակվի, որ համերը ստանան։ Ջուր բան պետք չէ լցնելը։ Կարող եք եւ կանաչ պղպեղ լցնել, ես ոսեք տունը չկար, չլցրեցի, դուք կարող եք եւ կանաչ պղպեղ լցնել։ Հա համը տեսնենք, որովհետեւ աղը նոր քսեցի։ Համներ շատ լավ ստացվել, ընտիրություն։ Մնաց որ պատրաստ լինի։ Էլ հետևորդներ, տեսեք որ աստի ջուր չլցնենք, բայց ոնց որ ջուր պետք է լցնենք, լա նայեք ցամաքը, որոշեցի մի քիչ ջուր ավելացնել։ Եթե երման ջուր ունեք, երման ավելացրեք։ Եթե չէ, ոչինչ, տակը ուժեր լինի, որաս եռը կգա։ Այ հիմա նորմալ է ոնց։ Կարելի մի քիչ էլ ավելացնենք։ Մի քիչ էլ եմ ավելացնում։ Լավ, արդեն, որ եփվի։ Սիրելի հետևորդներ ջան, մեր ուտեստը պատրաստ է, ասեմ, որ շատ համով է ստացվել։ Եթե այս ձևի թավայի մեջ սմբուկը խորովելով չեք պատրաստել, պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Դե կհանդիպենք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, այսօր վերջացրեցինք մեր հոլովակը, սիրելիներս, ուզում եմ զգուշացնել, բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, սիրելիներս, բոլորիցից շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, իսկ ովքեր էլ ոչ մեկնաբանություն, ոչ սրտիկ, նայում են, էդ էլ մեծ բան է, բոլորիցից շատ շնորհակալ եմ, բոլորիցից շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։